Հրապարակ թերթը գրում է Արագածոտնի թեմի առաջնորդի վեհափառի քրոջ որդու Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տեսակցությունները դեռ արգելված են։ Նրան կարող է տեսակցել միայն մայրը։ Մյուս հարազատներին ազգային ժողովի պատգամավորներին արգելված է, քանի որ նախաքննության մարմինը ընտանիք ասելով շատ նեղ մարդկանց շրջանակ է հասկանում։ Օրինակ Նարեկ Կարապետյանին արգելում են այցելել Սամվել Կարապետյանին, քանի որ եղբորորդին ընտանիք չէ։ Փակ են նաև Արշակ Սրբազանի այցելությունները, որը դեկտեմբերի 5-ից կալանավորված է։ Նրան կարող են այցելել միայն եղբայրը, Արարետյան թեմի հոգևոր սպասավոր Տեր Հակոբը եւ Տարեց մայրը։ Բաց են տեսակցությունները Բագրատ Սրբազանի համար, նախաքննության մարմինը թույլատրել է եւ Միքայել Սրբազանի համար, որի նկատմամբ արդեն Առաջինատյանի դատավճիռ կա եւ իրավունք չունեն տեսակցություններն արգելել։ Նկատենք, որ Սրբազանները տարբեր ԿԿՀ-ներում են գտնվում 2 ամիս առաջ կալանավորված Մկրտիչ Սրբազանն ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկում է։ Բագրատ եւ Արշակ Սրբազանները ԱԱԾ-ին կից ԿԿՀ-ում։ Միքայել Սրբազանն այս պահին Իզմիրյան բժշկական կենտրոնում է, պատրաստվում է վիրահատության։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը պարբերաբար համալիր ուսումնասիրելով պաշտոնյաների հայտարարագրերը հաճախակի բացահայտումներ է արել, որոնց հետևից գնալով հարուցվել են վարույթներ։ ԿՊԱ-ական Էմապալյանի դեպքում եւս բացառություն չեղավ, հայտարարագիրը լրացրել էր խայտառակ սխալներով։ Առանձնացրել են 3 սխալ, որոնք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության էր առել։ Մասնավորապես հանձնաժողովը արձանագրել էր, որ պաշտոնատար անձի 2024 թվականի տարեկան հայտարարագրի հաշվետու տարվա եկամուտների բաժնում Էմապալյանը հայտարարագրել է 1.5 միլիոն ՀՀ դրամի չափով ստացված եկամուտ, սակայն եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը եւ հայրանունը, ինչպես նաեւ նրա հասցեն նշված չեն եղել։ Փոխարենը այդ դաշտերում գծիկ էր դրված։ Իսկ նկարագրության դաշտում լրացված էր ՌԴ-ից հարազատի կողմից ուղարկված գումար, հայտարարատուի եւ եկամուտի վճարողի միջև առկա կապի բնույթը դաշտում էլ բարեկամ, այսինքն փաստացի թաքցված եկամուտ էր։ Էմապալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 միլիոն դրամ, որից 21 միլիոն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, սակայն հետաքրքիրն այն է, որ Պալյանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը վերջին 2 տարիներին փոփոխության չի ենթարկվել, այսինքն ըստ փաստաթղթի պատգամավորը վարկ չի մարել։ Ավելին, եթե այն համեմատենք, կնկատենք, որ նվազման փոխարեն հիփոթեկային վարկը աճել է, այն 2022 թվականին կազմել է 20 միլիոն 643 հազար դրամ։ Հանձնաժողովն այս հանգամանքը եւս քննել է։ Հաջորդ կետով հանձնաժողովի ուշադրության կենտրոնում հայտնվել է ԿՊԱ-ական պատգամավորի ամուսինը Էմապալյանն իր ամուսնու Ալբերտ Մարտիրոսյանի վերաբերյալ տվյալներ ներկայացնելով հայտարարագրում նշել է, որ վերջինս չի աշխատում։ Մինչդեռ ՊԵԿ էլեկտրոնային շտեմարանում առկա տվյալների համաձայն Ալբերտ Մարտիրոսյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև օրս աշխատում է Հայանտար ՔՕԱԿ-ում որպես անտառապետ։ Իսկ Ալբերտ Մարտիրոսյանի 2024 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն առկա են Հայանտարից ստացված աշխատավարձի մասին տվյալներ։ Հանձնաժողովը ձեռք բերված եւ ուսումնասիրված վերը նշված տվյալների հիման վրա արձանագրել է, որ առերևույթ առկա են օրենսգրքի 169.28 հոդվածի 3-րդ մասով նախատեսված զանցանքի հատկանիշներ եւ 2025 թվականի նոյեմբերի 27-ին Էմապալյանին հասցեագրվել է գրություն, հրավիրելով հանձնաժողով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու եւ գործի քննությանը մասնակցելու։ Էմապալյանը հարկ չի համարել մասնակցել եւ նրա բացակայությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել գործի քննությունը։ Արդյունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է ազգային ժողովի պատգամավոր Էմապալյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ, սակայն ոչ թե տուգանք, այլ նախազգուշացում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ քրեական սկանդալի կենտրոնում հայտնված ԿՊԱ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը եւս առաջադրել է իր տեխնացությունը 2026 թվականի ընտրությունների ԿՊ պատգամավորական նախընտրական ցուցակում ընդգրկվելու։ Տեղեկացանք, որ Գյուլնազարյանին արդեն հրավիրել են ԿՊ վարչություն, հարցաքննության ու մեծամասնությունը դեմ է եղել, որ վերջինս ընդգրկվի ԿՊ նախընտրական ցուցակում։ Ժողովուրդ օրաթերթը փորձել է Գյուլնազարյանից պարզել, արդյոք ԿՊ վարչությունից արդեն ունի պատասխան մերժել, թե հաստատել են նրա տեխնացությունը։ Ես դեռևս տեղեկատվություն այդ հարցով չեմ ստացել, վարչություն հրավիրվել եմ, բայց դեռ պատասխան չունեմ, շեշտել է Գյուլնազարյանը։ Նշենք, որ հաստատման դեպքում վարչությունից պաշտոնապես նամակ են ուղարկում տեխնացուին, տեղեկացնելով, որ ընդգրկվելու է նախընտրական ցուցակում կամ մերժվել է, իսկ Գյուլնազարյանի հարցաքննությունից արդեն 4 օր է անցել։
Հրապարակ թերթը գրում է, ավելի քան կես տարի է ՔՊ-ում քննարկում են նախընտրական կարգախոսի հարցը, թե ինչ մոգոնեն, որ հանրությանը կարողանան մոլորեցնել, մոռացնել տալ բոլոր արհավիրքները։ Կանգ են առել խաղաղության վրա, որը ըստ իրենց այսօր միակ աշխատող կարգախոսն է եւ որին հանգել են հարցումների արդյունքում։ Համոզված են, որ Արցախի կորստից եւ մյուս աղետալի իրադարձություններից հետո ժողովուրդը միայն մեկ բան է ուզում՝ խաղաղություն։ Թե ինչ տեսք ու ձևակերպում կունենա կարգախոսը, առայժմ տարբերակներ են քննարկվում, սակայն մոտավորապես հետեւյալով են առաջնորդվելու, թե 2021-ին ասել ենք ապագա կա, ապա բերել ենք այդ ապագան՝ խաղաղությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից շքեղ առանձնատան գնման աղմկահարույց պատմությունը նոր զարգացում ունի։ Մեր տեղեկություններով հակակոռուպցիոն կոմիտեում Կոնջորյանի գործարքը ստուգման է ենթարկվում։ Քննարկվում է արկա են արդյոք կոռուպցիոն բնույթի գործողությունների հատկանիշներ, թե ոչ։ Հիշեցնենք, որ հետաքննող լրագրողները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն Կոնջորյանը եւ կինը 2024 թվականի հուլիսին առինջում ձեռք են բերել առանձնատուն, որը հայտարարագրում ներկայացվել է 54 միլիոն դրամով հիփոթեկային վարկով։ Հետքը հաշվարկ է ներկայացրել, որ նույն կառուցապատողի հայտարարած գներով նման գույքի արժեքը կարող է ստացվել շուրջ 75.6 միլիոն դրամ, այսինքն տարբերությունը կազմի մոտ 21.6 միլիոն դրամ։ Նույն հրապարակման մեջ նշվում է նաև, որ 54 միլիոն դրամը պատահական թիվ չէ, քանի որ եկամտահարկի վերադարձի գործող մեխանիզմով գործարքի պայմանագրային արժեքի համար արկա է 55 միլիոն դրամ շեմ հարկային արտոնությունից օգտվելու համար։ Այսինքն ստացվում է հարմարեցնում են տանգինը այնպես, որ եկամտահարկի վերադարձ լինի շքեղ առանձնատան համար եւ Կոնջորյանն էժանով դառնա դղյակի տեր։ Իհարկե Կոնջորյանը հրապարակումից հետո հերքել է որևէ զեղչ ստանալու փաստը, սակայն ժողովրդի աղբյուրների փոխանցմամբ հակակոռուպցիոն մարմնում այժմ փորձում են հասկանալ գործարքում եղել են գնի մանիպուլյացիայի ու հնարավոր արտոնությունից օգտվելու կասկածելի տարեր, թե խոսքը սովորական շուկայական գործարքի մասին է։ Մնում է սպասել հասկանալու, թե արդյոք հակակոռուպցիոն կոմիտեն կհամարձակվի ամբողջ ծավալով բացահայտել ԿՊ ղեկավարին առնչվող իրականությունը, թե թեման կդառնա օդում թողած պղպջակ։